3+3-ի վերակենդանացում ովում ձեռքը կբռնի, Ալիևը հոտարությունը սրած սպասում է Սիրաշահում Վրաստանին։ Նոր սահմանադրության անկախության հռչակագրին հղում պետք է թե ոչ, սահմանադրագետները Փաշինյանի հայտարարության վտանգների մասին։ 467 միլիոն դոլարի թալան, բողոքի ակցիա Արցախի ներկայացուցչության առջև։ Որքան ու ինչի վրա են ծախսել, տիմերին տրվող գումարների վերահսկողությունը կվստահեն ՊՎԾ-ին, օրինագիծ։ Ովքեր են 595,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչները, փորձագետները չեն հավատում թվերին, կամավորատեստավորումը տապալում է։ Մեկ տարվա մեջ ավելի շատ վարույթ է բացվել, քան 7 տարում, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արդյունքները։ 35 կիլոգրամ թմրանյութ Հայաստանում հանցավոր խումբ է բացահայտվել։ Նա մարդուն սիրեց այնքան, որ խաչ բարձրացավ, Աստծո որդին հաղթեց մահին, այսօր Հարության ավետիսն է ավագ ուրբաթը։ Բարի երեկո, ժամը լրատվականը հետևել է, հավաքելու խմբագրել օրվա կարևոր լուրերը, ես Մարիաննա Հակոբյանն եմ, սկսում ենք թողարկումը։ Բաքուն հեռվից է գալիս, 3+3 հարթակի վերակենդանացման ֆոնին փորձում է սիրաշահել Վրաստանին։ Ըստ քաղաքագետների նպատակը Հայաստանին մեկուսացնելն է։ Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն այսօր հեռախոսով նաև հենց այդ ձևաչափի հարցն է քննարկել։ Ովում ձեռքը կբռնի վերջին պահին ու ինչ կտա տարածաշրջանային հին տաշտակին վերադարձը, ցույց կտա ժամանակը։ Ալիևը հիմա դեմքով դեպի տարածաշրջանային հարթակներն է շրջվել։ Հայտարարում է, թե տարածաշրջանում համագործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն դերակատար երկրները, իսկ դերակատարներ ագրեսորը տեսնում է միայն Ադրբեջանին ու Վրաստանին, Սիրաշահում ու Սիրաշահում է Թբիլիսիին։ Հայաստանի առաջ էլ այդ գործակցության ճանապարհը կբացի, ասում է, եթե Երևանը փոխի սահմանադրությունը։ Հիմա ինչ է խելքին փչել։ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հասկանալի է, որովհետև ինքը իրականում ուզում է թողնել Հայաստանը իզոլացիայի մեջ եւ պահանջում միջանց եւ նույն նպատակով ուզում է օգտագործի Վրաստանի տարածք, այսինքն իրանք պաշտոնական դաշնակից երկրներ են, իրանք Գուամի անդամ են, միշտ իրար սատարել են մակից սկսած եւ քվարկել են իրար կողմ եւ Հայաստանի դեմ։ Ինչ է ուզում անի Ալիևը, ինքը ուզում է Վրաստանի ներքաշի իրենց քաղաքական խաղին եւ Հայաստանին դուրս թողնի բոլոր ռեալ process-ներից։ Փետրվարին էլ Բաքվում Իրանի խորհրդանի խոսնակին էր ասում, տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Շեշտեցել անընդունելի է արտաքին ուժերի միջամտությունը։ Այս խաղը նա նոր չէ, որ սկսել է, հստակ է ձևակերպել։ Ադրբեջանը կուշտ է միջնորդներից։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները, ԵԱՀԿ Չարաբաստիկ Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան եւ Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Իրանի խորհրդանի խոսնակի հետ զրույցի ընթացքում էլ հիշատակեց, կարևորեց 3+3 ձևաչափը, իսկ այս ձևաչափը հայտնի է 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախաձեռնությամբ։ Թուրքիա-Իրան-Ռուսաստան գումարած Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով վերջին նիստը անցած տարվա հոկտեմբերին էր Թուրքիայում։ Վրաստանը այդ անգամ էլ բոյկոտեց հարթակը, դարձյալ չցանկանալով Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։ Բաքուն ի դեպ ժամանակին հաճույքով էր արևմուտքի գիրկը նետվում, որովհետև Բրյուսելն ու Վաշինգտոնը Արցախի հարցում ըստ էության կիսում էին Բաքվի դիրքորոշումը։ Հիմա արդեն, երբ Ադրբեջանը զավթել է Արցախը, սերն առ արևմուտք սառել է։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ այսօր հեռախոսով խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ Հարավ-Կովկասում եւ դարձյալ 3+3 հարթակի շրջանակում համագործակցությունն են քննարկել։ Իսկ ավելի վաղ Լավրովն ինքը հայտարարեց Վրաստանի համար 3+3 ձևաչափի դռները բաց են։ Կասկած չկա, ասաց, որ այդ ձևաչափը բոլոր մասնակիցների շահերից է բխում։ Մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները եւ թերահավատությունը, բայց Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում։ Կգտնի արդյոք Վրաստանի աթոռը իր տիրոջը եւ ինչ հարց կլուծի այդ հանդիպումը։ Կտեսնենք արդյոք 3+3-ի ռեինկարնացիան։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին։ Երևանն ասում է, սահմանադրության փոփոխության հարցն այստեղ ավելի վաղ է եղել։ Վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ նոր սահմանադրության տեքստում անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Սահմանադրագետներն այս հայտարարությունը վտանգավոր են համարում։ Նշում են, որ անկախության հռչակագիրը մեր ինքնիշխանության, ժողովրդավարության, իրավական պետության հիմքն է, սահմանադրության գաղափարախոսության հենքը։ Վերջին խոսքը ժողովրդինն է, ի վերջո նոր սահմանադրությունը դրվելու է հանրաքվեի, բայց այս գիտակցումն արմատավորելը անկյունաքարային են համարում։
Սահմանադրությունից անկախության հռչակագրի հղումը հանել նշանակում է հրաժարվել հայկական ինքնությունից։ Սահմանադրական իրավունքի մասնագետի ձևակերպումն է։ Կոնկրետացնեմ, հայկական ինքնությունը հենց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, Հայաստան-Արցախ Քյուրք եռամիացությունն է, որ հավերժ պետք է լինի եւ հայկական աշխարհի գոյությունն է։ Հիմա եթե հռչակագրից հրաժարվենք, մենք հրաժարվում ենք հայկական ինքնությունից։ Սահմանադրության միջից հռչակագրի հանելը իշխանության իրավասությունը չի, իշխանությունը միայն կարող է նախաձեռնել այդ գործընթացը, իսկ վճռական խոսքը հայ ժողովրդին է։ Եթե անգամ այդ փորձը կատարի իշխանությունը ու որոշումը թողնի ժողովրդին, ժողովուրդն ինքը պետք է հաշվի առնի այս իրողությունը, որովհետև ստացվում է իշխանությունը իր ասելիքն ասել է։ Մինչև վերջերս պաշտոնապես հայտարարում էին, որ մայր օրենքի նոր տեքստը մշակման փուլում է, հաջորդ տարի պատրաստ կլինի։ Անկախության հռչակագիրը, որը անընդհատ փոփոխել է պահանջում Բաքուն, մնալու է, թե ոչ, պատասխանատուները չէին ասում։ Փաշինյանը օրերս պատմեց, ուսումնասիրել ու համոզվել է այդ տեքստը հակասում է մեր երկրի անկախ պետականությանը։ Եթե ես սա ասում եմ, հետևաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Ընդհակառակը պետք է չլինի հղում անկախության հռչակագրին, բայց ինքն էլ է ձևակերպում, որոշողը ժողովուրդն է։ Սա ինդիկատոր կարող է լինել, սահմանադրագետն ասում է, ժողովուրդն ինքը կարող է պատասխանել ադրբեջանական պահանջներին։ Փորձը կարելի է կատարել, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ճնշումներ չգործադրեն իշխանությունների վրա։ Գուցե իշխանությունը պետքա որ իր թիկունքին ժողովուրդը աջակցի իրեն, ասի տեսեք, ես նախաձեռնեցի, բայց ժողովուրդը չընդունեց դա։ Այսինքն դրանով կարելի է փորձել մեր ժողովուրդը ունի արժանապատվություն, ունի հայ լինելու իրավունք, ինքնություն, թե ոչ։ Ես գտնում եմ, որ նոր սահմանադրության անհրաժեշտություն այդուհանդերձ կա, բայց 180 աստիճան հակառակ տրամաբանության։ Հակառակ տրամաբանությունը ըստ մասնագետի հայկական ինքնության պահպանման հարցն է։ Մյուս կողմից մասնագետը առանձնացնում է սահմանադրությունը քննարկման դնելու այսպես ասենք ձևի հարցը։ Երկրի հիմնական օրենքը քաղաքական կուսակցությունների քննարկման առարկա չէ, այլ մասնագետների։ Այդ հարթությունում պետք է դիտարկել հարցը։ Քաղաքական կուսակցությունը այնքանով կարող է իրավունք ունենալ դրան մասնակցել այդ գործընթացին, որքանով որ իր շարքում ունենա խոր ակադեմիական գիտելիքներով օժտված անդամներ։ Սահմանադրությունը եթե դառնում է քաղաքական քննարկման առարկա, ապա կորցնում է իր սահմանադրականության էությունը եւ դառնում քաղաքացիաիրավական փաստաթուղթ, ասում է մասնագետը, նորից կրկնում, առանց անկախության հռչակագրի Հայաստանի սահմանադրություն լինել չի կարող։ Տիգրանուհի Գուրգենյան, ժամը լրատվական։ Արցախցիներն այսօր հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց եւ հանդիպում պահանջել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Ցուցարարները նշել են, որ 467 միլիոն դոլարի թալան է եղել։ Նրանք հայտարարել են, որ Արցախում գործող հիմնադրամների, նախարարությունների միջոցով կլորիկ գումարներ են տրվել տարբեր հայտնի եւ անհայտ մարդկանց, ու իրենք պահանջում են, որպեսզի այդ ցուցակները հրապարակվեն։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս է եկել ու հայտարարել, որ ինքը նույնպես կողմ է, որպեսզի այնինչ ժողովրդից թալանվել է, վերադարձվի։ Շահրամանյանն ասել է, որ երկուշաբթի պատրաստ է ցուցարարների հետ դատախազություն գնալ։ Այս պահին կարճ դադար կվերադառնանք րոպեներ անց։ Որքան ու ինչի վրա են ծախսել, տիմերին տրվող գումարների վերահսկողությունը կվստահեն ՊՎԾ-ին, օրինագիծ։ Ովքեր են 595,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչները, փորձագետները չեն հավատում թվերին, կամավորատեստավորումը տապալվում է։ Մեկ տարվա մեջ ավելի շատ վարույթ է բացվել, քան 7 տարում, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արդյունքները։ Ժամը լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Բանակի օրվա կապակցությամբ Թեհրանում տեղի ունեցող զորահանդեսի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ հզոր բանակի օգնությամբ կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը։ Իրանը ցուցադրել է իր զինատեսակները, այդ թվում ռուսական արտադրության S-3 հոփ համակարգերը։ Միջոցառմանը, որին մասնակցել են Իրանի ցամաքային, օդային, ռազմածովային և պաշտպանական զորքերի տարբեր շարժական և հետևակային ստորաբաժանումներ, ներկա են եղել օտարերկրյա դեսպաններ և ռազմական կցորդներ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ մոսկովյան բանակցություններից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին և միջնորդ լինել Իրանի և Միացյալ Նահանգների միջև։
Ռուսաստանը ռիսկային է համարում Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները միջուկային ծրագրին չառընչվող հարցերով ծանրաբեռնելու փորձերը։ Իրանը հույս ունի, որ Ռուսաստանը կմասնակցի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած հնարավոր համաձայնագրի։ Նշել է Արաքչին եւ վստահեցրել, որ Իրան-Ռուսաստան փոխգործակցության ամբողջ պատմության ընթացքում երկու երկրների հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի չեն եղել։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարին ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Արաքչին ներկայացրել էր Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների արդյունքները։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ռուսական ագրեսիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել։ Հայաստանն ու Վրաստանը կողմ են քվեարկել, մինչդեռ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել։ Բանաձևի նախագծին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Բելարուսը, Կորեան, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը։ Լյուքսեմբուրգի եւ Լիտվայի նախաձեռնած 12 էջանոց բանաձևում երկու անգամ հիշատակվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ֆրանս պրես գործակալությանը հայտնել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները 30 օրով չթիրախավորելու շուրջ համաձայնության ժամկետը սպառվել է։ Հիշեցնեմ, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի կողմից ներկայացված անվերապահ եւ լիարժեք հրադադարի վերաբերյալ առաջարկի մերժումից հետո Դոնալդ Թրամփին հաջողվել էր Պուտինից ստանալ մեկամսյա հրադադարի համաձայնություն։ Չնայած հայտարարված հրադադարին, Կիևը շարունակաբար Մոսկվային մեղադրել է պայմանավորվածությունը խախտելու եւ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելու համար։ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զինվորականների դիերը։ Ռուսաստանն ուկրաինական կողմին է փոխանցել 909 եւ ստացել 41 դի։ Վերջին անգամ կողմերը դիերը փոխանակել են մարտի 28-ին։ Այդ ժամանակ 43 դի էր վերադարձվել Ռուսաստան, 909 դի Ուկրաինա։ Փետրվարին ռուսական կողմը հանձնել է ուկրաինացի զինծառայողների 757 դի եւ ստացել 45 մարմին։ Ռուսաստանի սպառազինություն մատակարարելու մասին լուրերը Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հերքել է։ Անդրադառնալով Ռուսաստանին վարոդի եւ հրետանային համակարգերի մատակարարման վերաբերյալ ուկրաինական կողմի հայտարարություններին, Լինցյանը նշել է, որ Չինաստանը երբեք մահաբեր զենք չի տրամադրել հակամարտող կողմերից որևէ մեկին։ Ավելին միշտ խստորեն վերահասկել է երկակի նշանակության արտադրանքի արտահանումը։ Իսրայելը շարունակում է հարվածները Գազային անցած մեկ օրում Իսրայելի հարվածների հետևանքով անկլավում զոհվել է առնվազն 23 մարդ։ Իսրայելը հայտնել է նոր անվտանգության միջանցքի կառուցման ավարտի մասին, որն առանձնացնում է հարավային Ռաֆա քաղաքը Գազայի հատվածի մնացած մասից ել ավելի սեղմելով պաղեստինցիների նվազող տարածքներում։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի 6 շաբաթյա շրջափակման աճող հետևանքների կապակցությամբ, որը խոչընդոտում է սննդամթերքի եւ այլ ապրանքների մուտքը Գազա։ Վերադառնանք Հայաստան, ազգային ժողովում քննարկել են համայնքներին տրվող գումարների վերահսկողության հարցը։ Նոր նախագծով առաջարկվում է այդ գործառույթը տալ պետական վերահսկողական ծառայությանը։ Այն, որ պետությունը գումար է տալիս եւ հետո հետաքրքրվում, թե ինչ նպատակով է այն ծախսվել, հասկանալի է, բայց ընդդիմադիրները հարց են բարձրացնում. եթե թիմերի կողմից օրենք է խախտվում, դրա համար կա ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ, ինչու են այդ գործառույթները դնում ՊՎԾ-ի վրա։ Մտահոգություն ունեն, որ սա կարող է դառնալ մահակ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի համար։ Ազգային ժողովում քննարկում են տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող դոտացիաների, սուբսիդիաների արդյունավետ օգտագործման եւ դրանց վերահսկման հարցը։ Ընդհանրապես ֆինանսների նախարարությունն էր հսկում Հայաստանի պետական բյուջեի կատարումը։ Նոր նախագծով այդ գործառույթը կփոխանցվի պետական վերահսկողական ծառայությանը։ Պետական վերահսկողական ծառայությունը գնում է նախարարությունները ստուգում է, օրինակ առողջապահության նախարարությունը։ Բայց ստուգում է կատարած ծախսերի օրինականություն։ Այս փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի ավելի արդյունավետ դարձնել պետական բյուջեի նկատմամբ հսկողությունը։ Նախագծի հեղինակների դիտարկմամբ պետք է մանրակրկիտ մոնիտորինգ անցկացվի, թե ինչպես են օգտագործվում համայնքներին տրվող գումարները։ Կվերահսկեն նաև վարչապետի, մարզպետների աշխատակազմերի, պետական միջոցների կառավարման օրինականությունը։ Մշտադիտարկման տիրույթում կլինեն նաև տեղական ինքնակառավարման մարմիններին եւ համայնքներին ենթակա գործող հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացները։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներն էլ համարում են, թե այս օրենքը մահակ է, հատկապես այն համայնքային ղեկավարների համար, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն։ Սա մի բանի համար արվում, որ այն համայնքի ղեկավարները, որոնք որ ընդդիմադիր հայացքներ ունեն, այդ մահակը օգտագործվի հենց
հենց նրանց գլխին։ Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ խնդիր կարա առաջացնի պետական վերահսկողական ծառայությունը։ Այսինքն ինքը չի ասելու խի ես որոշել ասֆալտ անել։ Ինքը ասելու է խի ես այս ասֆալտը անենց արել, որ չգիտեմ, մեջը ենթադրենք 100 միլիոն դրամ փող են կերել։ Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության ընթացքում ծառայության գործունեությանը չխոչընդոտելու համար կստեղծվեն օրենսդրական երաշխիքներ վարչական պատասխանատվության միջոցով։ Ծառայության բնականon եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ տվյալների ստացման եւ մշակման ընթացակարգերը գաղտնի կլինեն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2024-ին 3 անգամ ավելի շատ վարչական վարույթ է բացել, քան 2011-ից 18 թվականներին։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով 2024 թվականի գործունեության և տեսալոսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը պարզաբանել է։ 2011 թվականից, երբ հանրային մուլտիպլեքսի լիցենզիաներ տրվեցին մինչև 2018 թվականը, 7 տարվա ընթացքում հանձնաժողովը ընդամենը 15 վարույթ է բացել։ Հիմա մեկ տարում 3 անգամ ավելի է բացում, քան 7 տարվա մեջ։ Ընդ որում այդ 45-ից 42 վարչական վարույթները հարուցել են սեփական նախաձեռնությամբ, ընդամենը 3-ն են բողոքների հիման վրա եղել։ Հայաստանում տեսալսողական մեդիան անկախ է ու ազատ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը խորհրդարանում ներկայացնելիս արձանագրում է հանձնաժողովի նախագահը։ Ես ի նկատի ունեմ միայն այն տեսալսողական ծառայություն մատուցողները, որոնք գտնվում են մեր հանձնաժողովի կարգավորման ներքո։ Եվ ազատ եւ անկախ ասելով կարևոր նաև նկատառում ի նկատի ունեմ պետություն այդ մեդիաների փոխհարաբերությունները։ 7-րդ անգամ է տարեկան զեկույցով ներկայանում Հակոբյանը ու 7-րդ անգամ արձանագրում է, որ կարգավորող մարմինը գործել է ազատ, թափանցիկ, հաշվետու հասարակության առջև։ Ինչ վերաբերում է մեր անկախությանը, ապա այն առաջինը երաշխավորված է սահմանություն եւ օրենքներով, երկրորդը երաշխավորված է հանձնաժողովի կազմով։ Թվային տվյալները ամբողջ տարվա հաշվետվությունը փաստաթղթավորված է խորհրդարանի սեղանին։ Հակոբյանը նախընտրում է խորհրդարանական ամբիոնից խնդիրների մասին խոսել։ Դրանք օրենսդրական լուծումներ են պահանջում տեսալսողական մեդիայի ոլորտում զարգացում ապահովելու համար։ Հետ ճշմարտության միջավայրում ենք ապրում, ձևակերպում է Հակոբյանը։ Ավանդական մեդիայից տեղեկությունը ծորում է դեպի սոցիալական ցանցեր, տարածվում ամենատարբեր հարթակներում։ Արդյունքում մեծ սպառնալիքներ ստեղծելով մեր երկրի տեղեկատվական, մարդկանց հոգևոր եւ ֆիզիկական անվտանգության համար։ Փակվում է Հայաստանի հոգևոր ու տեղեկատվական ինքնիշխանությունը։ Լուծումը նախ բոլորի համար հավասար խաղի կանոններ սահմանելն է։ Բոլոր մուլտիպլեքսում, ցանցային օպերատորների փաթեթներում, համացանցում հեռարձակողների օրենսդրական կարգավորման մեխանիզմները պետք է համահարթեցվեն։ Այսօր քիչ թե շատ արդյունավետ կարգավորման ենթակային միայն հայնարային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունները, ինչ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծում։ Մյուս խնդիրն այն է, որ ցանցային օպերատորների փաթեթներում եւս քիչ թե շատ կարգավորվում են միայն հեղինակազորված հայկական արտադրության հեռուստաձեռագրերը։ Արտերկրի տեսալսողական ծառայություն մատուցողները որևէ կարգավորման չեն ենթարկվում։ Հանձնաժողովը վերահսկման գործիքներ իրավասություն չունի։ Եվ ստացվում է, որ հայկական ալիքները նրանք պահպանում են օրենքները, որտեղ կարգավորում են, իսկ դրսից, ներխուժում են, ծորում են մեր, տեղեկատվական ինքնիշխան հարթակներ, դուք շատ լավ գիտեք, եւ թշնամանքի խոսքը։ Ավելին հայկական արտադրանքի համար վճարներ նախատեսված չեն, բայց կաբելային ցանցերը վճարում են արտերկրի արտադրանքի համար։ Օտար հեռուստաձեռագրերի հեռարձակումը, եթե դրանք օրինակ մանկական կամ մշակութային չեն, պետք է արգելվեն ըստ Հակոբյանի, այստեղ էլ պետք են օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում։ Միայն 72-ն են հայկական։ 164 հեռուստաձեռագրեր RD արտադրության են, Ռուսաստանի Դաշնության, 47-ը ԱՄՆ-ի, 16-ը ֆրանսիական եւ այսպես շարունակ։ Որպեսզի Հայաստանում լինեն որակյալ հեռուստաընկերություններ, ժամանակն է քննարկել սլոթերի քանակի կրճատման հարցը։ ՀՌՀ նախագահը ասում է, նպատակն այն է, որ գովազդային դաշտը բաժանվի ավելի քիչ խաղացողների միջև։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։
Կամավոր ատեստավորումը չնայած խոստանում է աշխատավարձի բարձրացում, այնուամենայնիվ ուսուցիչներից շատերը վախենում են դիմել։ Պատճառները տարբեր են, սկսած խուճուճ հարցերից մինչև բարդ ընթացակարգեր։ Կամավոր ատեստավորումը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները ստիպված են լինում դիմել պարտադիր ատեստավորման, որը ձախողելուց կարող են կորցնել աշխատանքը։ Սա է նաև պատճառը, որ նախընտրում են նույն աշխատավարձով տարիներ շարունակ աշխատել, միայն թե քաշքշուկի մեջ չհայտնվել։ Կրթության նախարարությունն ասում է, որ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչներից ոմանք 500,000 դրամից ավելի աշխատավարձ են ստանում։ Փորձագետները կասկածի տակ են դնում այս թվերը։ Ուսուցչական համակազմի 20%-ը կամավոր ատեստավորման արդյունքներով բարձր է վարձատրվում։ Կրթական գերատեսչության պատասխանատուն է վստահեցնում, ասում է, թե ուսուցիչներ կան, որոնք մինչև 595,000 դրամ աշխատավարձ են ստանում։ Հավելում է Անդրեասյանը, այս տարի ատեստավորմանը շատ ավելի մեծ մասնակցություն կլինի։ Կրթության փորձագետները, սակայն, նախարարի այս հայտարարություններին թերահավատորեն են մոտենում։ Ավելին կարծում են, թե այս գայթակղիչ թվերով գերատեսչությունը փորձում է կոծկել իր ձախողումները։ Կառավարությունը 20%-ի մասին է խոսում, դա նշանակում է, որ արդեն 3-4 տարի ներդրված կամավոր ատեստավորման համակարգը իրեն չի արտարացրել։ Ուսուցիչները շարունակված չեն մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Նախնական պլանավորման պետք է բոլոր ուսուցիչները արդեն անցած լինեին։ Նույնիսկ այդ հայտարարած 20%-ը դա շատ չնչին շատ փոքր չի վեր, ընդ որում 20%-ը չի հասնում պաշտոնական թվերով, մոտենում են կարծես թե 20%-ի եւ դրա մեջ նրանք հաշվում են նաեւ այն մարդկանց, որոնք մի քանի անգամ են դիմել։ Ատեստավորման միայն դրական կողմն են ցույց տալիս, ներկայացվող բարձր թվերի ֆոնին էլ փորձում մոռացության տալ մոտ 1400 ուսուցչի կրթական գործընթացից դուրս թողնելու հանգամանքը։ Հենց այդ նույն կամավոր ատեստավորման արդյունքում է, որ այսօր Հայաստանի մի շարք դպրոցներում մասնագետների սով է, պնդում է ոլորտի փորձագետը։ Փոխարինողներ դեռ մինչև հիմա չունեն եւ ստիպված այսպես ասած մենտոր դպրոցների մեխանիզմ են գործարկում, որպեսզի կարողանան հեռավար ձևով ուսուցիչներ ունենալ այդ դպրոցներում, որը կարելի է ասել հավասար է համարյա ուսուցիչ չունենալու։ Իսկ այսպեսի դպրոցների թիվը 100-ից անցնում է հիմա Հայաստան։ Ու թեև նախարարությունից վստահեցնում էին, որ ատեստավորումը չհաղթահարելու դեպքում պահվում է անանունության սկզբունքը, բայց հաջորդող գործընթացները մատնում են իրողությունը։ Ըստ փորձագետի այդ է նաև պատճառը, որ ուսուցիչների մնացած 80%-ը անգամ նախարարության կողմից կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց հետո չի ցանկանում ատեստավորվել։ Ցանկացած ուսուցիչ իր հեղինակությունները չոտնահարելու տեսակետից շատ դեպքերում մտածում է արդյոք արժի դիմել կամավոր ատեստավորման, թե ոչ։ Ուսուցիչների կամավոր ատեստավորումից 4 տարի անց ունենք գործազուրկ մասնագետներ, հարյուրավոր թափուր հաստիկներ ու անորակ կրթություն։ Ինչի են փորձում այսպիսով հասնել, հարցնում են փորձագետները։ Չեն հասկանում միթե, որ վաղուց արդեն ավերել են կրթությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադարու կներկայացնենք թողարկման վերջին հատվածը։ 35 կիլոգրամ թմրանյութ Հայաստանում հանցավոր խումբ է բացահայտվել։ Նա մարդուն սիրեց այնքան, որ խաչ բարձրացավ, Աստծո որդին հաղթեց մահին։ Այսօր հարության ավետիսն է ավագ ուրբաթը։ Շարունակում ենք թողարկումը։ Այսօր քրիստոնեական տոնացույցի ամենախորհրդանշական օրերից մեկն է ավագ ուրբաթը։ Այսօրը Հիսուսը հանձնվեց Պիղատոսին, դատապարտվեց մահվան, խաչվեց Գողգոթայի վրա, թաղվեց, բայց Աստծո որդին հարություն առավ, հաղթելով մահին։ Հիսուսն իր մահվամբ քավեց մարդկության մեղքերը, իր խաչելությունը մարդկության նկատմամբ սիրո մեծ ապացույց էր։ Հայ առաքելական եկեղեցին այսօրը նշում է մեծ շուքով, ծիսական ընթերցումներով, երգերով, պատարակով։ Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է։ Ընդունված կարգի համաձայն բոլոր եկեղեցիներում առավոտյան կատարվում է ժամերգություն եւ խաչելության կարգ։ Ընթերցվում են Փրկչի երկրային կյանքի վերջին ժամերը ներկայացնող ավետարանական հատվածներ, իսկ երեկոյան կատարվում է Քրիստոսի թաղումը խորհրդանշող արարողությունը, երբ Տիրոջ խորհրդանշական գերեզմանը պատրաստված ծաղիկներից պտտում են եկեղեցու շուրջ, իտես հավատավոր ժողովրդի։ Այսօր մեր հավատացյալները բերում են ծաղիկներ, որ զարդարեն գերեզմանը, այսինքն դա դրախտն է, մեր վերադարձն է դեպի դրախտ, հիշողությունը, որտեղ Քրիստոսի գերեզմանը դա այսօր հարության տաճարը սուրբ
երկրում Երուսաղեմում ամբողջ ազգերը գալիս են, որպեսզի մասնակցեն այդ հզոր արարողությանը, որտեղից Քրիստոս հարություն է առել։ Հավատացյալներն անցնում են խորհրդանշական գերեզմանի տակով ի նշան իրենց խոնարհումի, այսպիսով մարդիկ ստանում են նաև Աստծո օրհնությունը։ Քրիստոս ինքը ոչ միայն օրհնությունը, ինքը սերն է, ինքը տիեզերքն է, ինքը արարիչն է։ Քրիստոսի հետ մասնակցել իր արարողություններին, դա նշանակում է ուղղակի մտնել երկնքի արքայություն, փառքերին, արժանանալ փրկությանը, որ գերխնդիրն է եւ մեղն է քրիստոնեության։ Արդեն վաղը կեսօրից հետո ծաղկահյուս գերեզմանը կքանդվի, ծաղիկներն ու ոստերը կբաժանվեն հավատացյալներին։ Մարդիկ այն տուն կտանեն եւ ծաղկազարդի օրհնված ճյուղերի հետ կպահեն մինչեւ հաջորդ տարվա ավագուրբաթ։ Իսկ արդեն երեկոյան մատուցվելու է ջրագալույցի պատարագ եւ հայտարարվելու է Քրիստոսի հարության ավետիսը։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Այլ թեմաներ ավտոմեքենաներից մինչև անշարժ գույք։ Արարատ բանկը վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ գործակցությամբ առաջարկում է գրավիչ պայմաններ, առանց ամբողջ գումարը միանգամից վճարելու հնարավորության։ Լիզինգ էքսպոյին ներկայացվել են հետվճարային պայմանները։ Արցախցիների համար հատուկ պայմաններ կան։ Նրանց հետվճար կտրամադրվի լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով։ Բացառիկ առաջարկ Արարատ բանկից։ Leasing Expo բոլոր սարքավորումները մեկ հարթակում երրորդյա էքսպոյի ընթացքում Արարատ բանկը վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում առաջարկում է լիզինգի գրավիչ պայմաններ մինչև 35% հետվճարի քեշբեքի հնարավորությամբ։ Մենք վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ միասին համատեղ ունենք նոր պրոդուկտ լիզինգների արտահանման նպաստող սարքավորումների եւ կանաչ լիզինգների մասով է։ Ընկերությունը, որը կարող է դառնալ այս ծրագրի շահառու, պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում առնվազն 6 ամսվա գործունեության, գրանցված գործունեություն եւ ներդրումը իրականացվի հիմնական միջոցների մեջ։ Ձեռք բերելով տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա, շահառուները կարող են իրականացնել էներգախնայող շինարարական աշխատանքներ, բացառությամբ բազմաբնակարան շենքերի։ Կարևոր եւ հետաքրքիր առաջարկ Արցախից 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2023-ի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան տեղափոխվածների համար։ Արցախցիներին եւս հետվճար կտրամադրվի լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով։ Լիզինգառուներին տրամադրվում է նաեւ հավելյալ 20% հետվճար։ Եվս մեկ տարբերակ, երբ ընկերության աշխատակիցների 10%-ը կամ նվազագույնը 10 աշխատակից նույնպես մեր Արցախից տեղահանված հայրենակիցներն են, այդ դեպքում քեշբեքը, հավելյալ քեշբեքը կկազմի 15%։ Արարատ բանկը լիզինգի շուկան գնահատում է լավ եւ դինամիկ զարգացող։ 3-ից 4 տարի առաջ լիզինգով աշխատող մասնագիտացված կազմակերպությունները, բանկերը 1-2-ն էին։ Այսօր այդ շուկայում աշխատում են գրեթե բոլոր բանկերը։ Արարատ բանկը բավականին մրցունակ է լիզինգի շուկայում, պարբերաբար հանդես է գալիս տարբեր տարատեսակ առաջարկություններով, աշխատում ենք մի շարք միջազգային կառույցների հետ, որոնցից որ ներգրավում ենք միջոցներ լիզինգով աշխատելու համար եւ որը որ մեզ հնարավորություն է տալիս տարբեր ակցիաների տեսքով եւ տարբեր առաջարկներով անընդհատ հանդես գալ յուրահատուկ առաջարկներով, ես կասեի հանդես գալ շուկայում։ Արարատ բանկի տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները, կտրամադրեն խորհրդատվություն, կպատասխանեն ֆինանսական վարձակալությանը վերաբերող հարցերին։ Նայիրի Մուրադյան, Վահան Գոլոյան, ժամը լրատվական։ Եվ կրկին Տելեգրամով թմրանյութերի տարածման շղթան չի կտրվում։ Իրանից Հայաստան են փորձել տեղափոխել 35 կիլոգրամ թմրանյութ։ 2 հոգի կալանավորվել է։ Օրվա ուշագրավ մյուս թեմաները տեսաշարով։ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին, ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հարցին, թե ինչու այս նստաշրջանում չեն ներկայացնում զեկույցը, պատասխանել է, որ ճիշտ է սեպտեմբերին դա անել։ Սեպտեմբերի 27-ն էլ սիմվոլիկ օր է, քաղաքական բոլոր առումներով էլ կրքերը շատ հանգստացած կլինեն։ Քոչարյանի խոսքով փաստաթղթում մեծածավալ աշխատանք է արված եւ այն պետք է անհետևանք չմնա։ Միջազգային նշանակության մցխեթա Ստեփան Ցմինդա Լարս
ավտոճանապարհի հատվածում վերականգնվել է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Հիշեցնենք, որ Մցխեթա Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի հատվածը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ էր ապրիլի 14-ից։ 3 փակ էր բեռնատարների համար։ Հայաստանում բացահայտվել է հանցավոր խումբ, որը 35 կիլոգրամ թմրամիջոց է ձեռք բերել իրացնելու նպատակով։ Խմբի անդամներից 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հայտնում է քննչական կոմիտեն։ Պարզել են, որ տելեգրամյան հարթակում իրացնելու համար Իրանի քաղաքացին ՀՀ քաղաքացու օգնությամբ Հայաստան է ներմուծել 6.7 կիլոգրամ մարիխուանա տեսակի եւ 2 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Պարզվել է հանցավոր խմբի ղեկավարը նախկինում էլ նույն փորձն է արել։ Հայաստանի քաղաքացիները կալանավորվել են Իրանի քաղաքացու նկատմամբ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Աշակերտների հետ փողոցը անթույլատրելի հատվածով հատած ուսուցչուհուն եւ 3 ծնողի ոստիկանությունը տուգանել է։ Նրանց ինքնությունը ըստ ներքին գործերի նախարարության ճշտվել է։ Կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։ Ադրբեջանի հեռուստաընկերության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ պետական AZTV հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջան։ Ֆիլմաշարի առաջին մասում գրված է հայերի դավաճանությունը Երևանի Բերդի տարածքում։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ մանրամասն եղանակի մասին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 12-ից 18 աստիճան տաքություն, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 16-ից 22 աստիճան տաքություն, Լոռիում 12-ից 17 աստիճան, Տավուշում 16-ից 19 աստիճան, Արարատում, Արմավիրում սպասվում է 20-ից 22 աստիճան տաքություն, Սյունիքի Հովիտներում 18-ից 22 աստիճան, Սյունիքի նախալեռներում 12-ից 16 աստիճան, իսկ Երևանում գիշերը սպասվում է 4-ից 6 աստիճան տաքություն, ցերեկը 19-ից 21 աստիճան, երեկոյան կլինի 11-ից 13 աստիճան։ Առանձնացված լուրերն այսքանն էին, շնորհակալություն ուշադրության համար, խաղաղ գիշեր եմ մաղթում։